Երրորդը, որ մեզ փորձում են մեղադրել, այն է, թե իբրև թե աղանդավորների դեմ արդյունավետ պայքար չի օգտագործում։ Ես ուզում եմ հասկանալ, ինչպես կարող է եկեղեցին արդյունավետ պայքար իրականացնել աղանդավորների դեմ, եթե անգամ այդպիսի օրակարգ ունենա, երբ իշխանությունները այսպես լայնորեն բացել են այդպիսի կազմակերպությունների դռները, ուղղակիորեն քաջալերում են այլասերության քարոզը, քաջալերում են կրոնական կազմակերպությունների կողմից իրականացվող մարդորսական գործողությունները, բավարար է դուք Հյուսիսային պողոտայում 1-2 անգամ պտտվեք եւ կտեսնեք այդպիսի բազմաթիվ դեպքեր եւ դրվագներ։ Հաջորդ հարցը, այսպես կուսակրոնության ուխտի հետ կապված տարածվող այս տեղեկատվությունն է։ Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Արցախը հանձնվել է այն պատճառով, որովհետեւ կուսակրոնները խախտել են իրենց ուխտը։ Կամ մենք կատարել ենք տարածքային զիջումներ, որովհետև կուսակրոն հոգևորականները չեն պահպանել իրենց կուսակրոնության ուխտը։ Ուղղակի զավեշտական է հնչում, ակնհայտ է, որ մարդը արհեստականորեն փորձում է ձախողումների համար մեղավորներ նշանակել։ Եվ իհարկե նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր իրավաբաններին այս նախաձեռնության համար, երբ մենք հնարավորություն կունենանք իրապես ճշգրիտ առարկայական գնահատականներ տալ, ախտորոշում կատարել ընթացող այս արշավի